Պարոն վարչապետ, քանի որ գիրքը այնուամենայնիվ չեք մոռացել, ես ձեզ այդ հարցը կտամ, որպեսզի դուք մեջբերում անեք, եւ սա նաեւ շատ լավ առիթ է խոսելու այն մասին, որ մեզ մեղադրում են պատմությունը մոռանալու կամ այն խմբագրել փորձելու մեջ, այնինչ մենք հակառակը փորձում ենք դասեր քաղել այդ պատմությունից, հետեւաբար խնդրեմ այն մեջբերումները, որը ցանկանում եք անել, արեք, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Բաթոյան, սա հայոց պատմության հատոր 3-րդն է, ըստ էության հրատարակված է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի կողմից, այն սա ըստ էության մեր պաշտոնական պատմությունն է։ Հիմա ինչ որ ասում էի իմ նախորդ հարցին, հա, շատ կարևոր է, երբ հրատարակվել 2015 թվականին է սա հրատարակվել, այսինքն այն ժամանակ ես այնտեղ նստած էի, ինչ է ասում, խոսում է բնականաբար մեր պատմության մասին եւ գրքի հեղինակները հղում են անում Լեոյին եւ հետեւա մի պարբերություն կմեջբերեմ ընդամենը ժամանակի սղության պատճառով։ Վավերագրերի եւ մտքերի համակցման կուռ տրամաբանության լեզվով նա Լեոն ներկայացնում է աշխարհի վերաբաժանման նոր գաղութների նվաճման համար Գոտեբարդի բռնված տերությունների դիվանագիտական խարդավանքները հայկական հարցում։ Ժամանակի քննությանն են դիմացել պատմաբանի այն մտքերը, թե մեծ տերությունների համար հայկական հարցը սոսկ միջոց էր Օսմանյան կայսրության գլխին մտրակը ճոճելու, նրա ներքին գործերին միջամտելու համար։ Խոսում փաստերով նա բարձրացնում է վարագույրն այն նենգությունների, որոնցով նույն այդ տերությունները 1890-ական եւ 1915-16 թվականներին արևմտահայությանը ոչ միայն չպասպանեցին թուրք բարբարոսներից, այլև իրենք անմիջական մասնակիցը դարձան 20-րդ դարի առաջին ցեղասպանության։ Հասկանում եք, սա գրած է։ Ես դրա համար եմ օրում մեջ ասում, լսեք ժողովուրդ, ինչա Մեսրոպ Մաշտոցը սկսել ճանաչել զիմաստություն եւ սխրատիչ, ով է կարդում սա։ Ես իմիջիալից ուզում եմ ընդհանրապես պատմաբանության հետ կապված շատ վեճեր կան, բայց ես ուզում եմ այս հատորյակի հեղինակներին, ով որ որևէ մասնակցություն ա ունեցել, շնորհակալություն հայտնեմ, որովհետեւ փաստերը շարադրված են ճշգրիտ եւ թողնված է շատ կոնկրետ հնարավորություն, մարդը այնտեղ կան հետևություններ, որոնք քաղաքական են, որոնք մերձ քաղաքական են, որոնք ազդված են տվյալ իրադրությունից, վարվող, բայց սա արժեքավոր է, այստեղ գրած է ամեն ինչ։ Երաշխավորի մասին, գիտեք երաշխավորի մասին խոսակցություն ինչի մասին է, որ այս խաղաղությունը մերը չի, մեկը թող գա, այս խաղաղությանը տեր կանգնի, ով կա, ով է ուզում խաղաղությանը տեր կանգնի։ Դրա համար է, որ մենք ասում ենք ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը, որովհետև խաղաղությունը մերն է, խաղաղությունը ժողովրդինն է, մեր ժողովուրդն այդ տառապանքների եւ զոհերի գնով այս խաղաղությանը հասել։ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը գիտեք ով է։ Լուրջ եք ասում։ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է։ Կիպրոսի անվտանգության երաշխավորության հարցում գիտեք ով է համաձայն էլի միջազգային բաների դերակատարում ունեցել։ Գիտեք, էդ էլ գիտեք։ Թուրքիան։ Ժողովուրդ ջան, մենք 2020 թվին ունեցել ենք, թե չենք ունեցել անվտանգության երաշխավոր։ Ունեցել ենք։ Ով է եղել այդ անվտանգության երաշխավորը, հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ Եվ այդ կազմակերպությունն է մեզ առաջնորդել դեպի սպանդանոց։ Չեք հավատում, Բելարուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունը լսեք, Բաքվում արած իր պաշտոնական թե պետական այցի ընթացքում։ Հիմա քանի որ մենք դուրս ենք եկել դեպի կառափնարան տանող ճանապարհից, մեզ ասում են, որ ոնց այսօր եք գնում, ոնց մի րոպե, բա դուք բան եք, ես այդ պատմությունն էլ մի օր պետք է երջանկահիշատակ չեմ պատմել, չէ, հրապարակային, երջանկահիշատակ Հռոմի պապի հետ իմ ունեցած խոսակցությունը, հրապարակային պատմել է,
Մի օր հրապարակային էլ կպատմեմ։ Եվ խոսքը դրա մասին է, խնդրեմ արձագանքեք չնայած առանց էնել։ Արձագանք։ Պարոն վարչապետ, սա ես կարծում շատ կարևոր է նաև մեր ապագա սերունդին եւ այսօրվա կրթություն Հենա ստացող երեխեքը միջազգային եւ հարաբերություններ։ երեխաներին, այո, եւ ուսանողներին այս քաղաքագիտական սկզբունքների մոտեցումների մասին Դուք եք միջազգայինը։ Ինչու, որովհետև պարոն վարչապետ, նույնիսկ մենք երբ այստեղ հանդիպումներ ենք ունենում բաց դասի շրջանակներում, մեր փորձը ցույց է տալիս, որ ուսանողների եւ աշակերտների հետ իրենք դպրոցում, բուհերում նույնիսկ ամբողջությամբ այլ բան են սովորում եւ այլ պատկերացումներ ունեն եւ կարծում եմ իհարկե պիտի այլընտրանք ունենան առնվազն եւ այս իմաստով ես կարծում եմ որ մենք ահռելի անելիք ունենք ոչ միայն այսօր այդ գաղափարը առաջ մղելու, տարածելու, այլ նաև առաջիկայում ապագա սերնդի շրջանում սա լուրջ փոփոխության ենթարկելու։ Գիտեք ինչ, ես էլի նախ մեկ եկեք արձանագրենք, որ մենք բոլորս այդ նույն մտածողության կրողն ենք եղել, ժողովուրդ ջան, բոլորս։ Բայց այդ է հենց առաջնորդությունը, երբ որ դու հասկանում ես, որ մի բան այն չի։ Նույն Ղարաբաղի շարժման հետ կապված մենք ի վերջո չպետք է ասենք, որ Հայաստանի եւ Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղում պահել է պատանդի կարգավիճակում։ Իրանց իշխանական եւ այլ, այսինքն մարդկանց պահել 30 տարի անորոշությունների մեջ եւ որևէ դուք հասկանում եք դա ինչ նշանակում։ Չստեղծելով նորմալ կրթական համակարգ եւ այլն եւ այդպես շան։ Ինչի իրանք Ղարաբաղին լուրջ են վերաբերվել։ Ղարաբաղին լուրջ են վերաբերվել։ Ոչ լուրջ չեն վերաբերվել։ Ես հարց եմ տվել 2018 թվին, իսկ քանի հոգի է նույն Ղարաբաղից պետական միջոցներով գնացել թոփ համալսարաններում կրթություն ստացել հետ եկել։ Կարան ասեն քանի հոգի։ Մատների վրա կարելի է հաշվել էնել որոշակի բաներով, որոշակի անձնական կապերով եւ այլնով, այսպես ասած թոփ ընտանիքների թոփ ներկայացուցիչներ։ Պետք է ասենք, որ Ղարաբաղի ժողովրդին պատանդի կարգավիճակում են պահել։ Այդ նույն մարդիկ, ում հավաքական իմ անունը ասում եմ, փախածներ։ Հիշում եք մի անգամ ստեղ ամբիոնից ասեցի, ինչ որ գեներալների մասին են խոսում, որ ասի վախկոտ դավաճանները։ Այո, վախկոտ դավաճանները եւ փախած էլիտաները այս պատմության մեջ պետք է իրենց գնահատականին արժանանան, որպես Հայաստանի պետականությունը, Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդին պատանդ պահածներ։